Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, ովքեր նոր են միացել մեզ, ես հիշեցնեմ, որ մենք ուղիղ հեռարձակմամբ աշխատում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից, որտեղ հավաքվել են վեհափառ Հայրապետի աջակիցները, ինչպես նաև այն անձինք, որոնք պահանջում են վերջինիս հրաժարականը։ Նշեմ, որ իրավիճակը պարբերաբար այստեղ լարվում է, քանի որ երկու կողմի աջակիցները պարբերաբար լեզվակռվի են բռնվում և անգամ վեհափառի հրաժարականը պահանջողների կողմից լսվում են հայհոյախառն արտահայտություններ և սադրող արտահայտություններ։ Նշեմ, որ Մայրաթոռում տեղի ունենում միասնական ժամերգություն, հավելեմ նաև, որ այս պահի դրությամբ աննախադեպ քանակով ոստիկանական ուժեր կան Մայրաթոռի բակում։ Պարբերաբար քաղաքացիները վանկարկում են վեհափառ Հայրապետի անվանումը, այդպիսով հայտնելով իրենց աջակցությունը վեհափառ Հայրապետին։ Ես նաև նշեմ, որ 3 դեկտեմբերի 17-ին 10 եպիսկոպոս հանդես են եկել հայտարարությամբ, թե վերջին ժամանակներում հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները, որոնց վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններով հանդես են եկել, թե ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ունեցած անհատական զրույցների ժամանակ, թե ժողովրդական տիրույթում, թե ժողովական մակարդակով այլևս հատել են այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե եկեղեցուն, թե պետությանը, թե հավատավոր ժողովրդին։ Այդ պատճառով էլ նրանք այսօր ակցիա էին կազմակերպել, որով ըստ իրենց ցանկանում են հանգստի կոչել ամենայն Հայոց կաթողիկոսին։ Ինչպես տեսնում եք, քաղաքացիները կրկին վանկարկում են ամենայն Հայոց կաթողիկոսի անվանումը։ Հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ ամենայն Հայոց կաթողիկոսին հեռանալու համար վանկարկումները անպատասխան չեն մնում աջակիցների կողմից։ Նշենք, որ ոստիկանների թիվը պարբերաբար ավելանում է։ Դուք ձեր կադրերում տեսնում եք, որ քաղաքացիները վանկարկում են Գարեգին ամենայն Հայոց կաթողիկոսի անվանումը։
Հիմա թափորը գնում է Բեհարան։ Հարգելի հետևորդներ, նշենք, որ այս պահին թափորը գնում է դեպի Բեհարան։